Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, բարև ձեզ հարազատներ, ես ձեզ ուզում եմ շնորհավորեմ Զատիկի կապակցությամբ, բոլորս գիտենք Զատիկի մասին, քրիստոնեական տոնն է, Հիսուս համբարձվեց եւ ի հայտ եկավ, բայց դա ունի հին արմատներ, Զատիկի արմատները 5000 տարվա արմատներն են, երբ որ մենք արևապաշտություն ունենք, հետանոսական դարաշրջանից առաջ ջրապաշտություն, կրակապաշտություն, նաև ունեցել ենք արևապաշտություն եւ արևի բանով են գնացել, օրացուցով են գնացել եւ զուգահեռ ունեցել ենք լուսնի օրացույց։ Լուսնի օրացույցը գնացել է 28 օր եւ 3 օր եղել է 29 օր, իսկ արևինը եղել է 30 օր, մի ամիս, հաջորդ ամիսը սենց 30-31 ուղիղ 12 ամիս է եղել։ Մարտի 20-ին, 21-ին մեր հին նավասարդով մենք եկել ենք այդ պահին, երբ որ արևի օրացույցը եւ լուսնի օրացույցը սկսել են գնալ եւ հավասարվել են առաջի Կիրակի օրով եւ այդ օրը գրաֆիչիսկի փոխվում է, մեկ մեր այսօր Ռուսաստանի հետ է համընկնում, մեկ պրավասլավնիների, մեկ կաթոլիկների, որովհետեւ մենք շատ հին արմատներ ունենք, մենք հայրս ավելի շատ մենք բարձենում ենք քրիստոնեություն ենք ընդունել 301 թվին, բայց մենք ոնց եղել ենք հետանոսական սկզբունքներով, այդպես էլ մենք հետանոսական սկզբունքներով շարժվում ենք, Զատիկը դա սիմվոլ է, ամեն օր մարդը քնում է, արթնանում է, ինքը հավերժանում է, հայ տղամարդը պիտի ամեն օր հավերժանա, ամեն օր պիտի ցույց տա իր տղամարդկությունը, կանանց սիրի, փայփայի, իր սիրած կնոջը կամ ընկերուհուն, իր հարազատ քրոջը շատ նուրբ վերաբերմունքներով իր մայրիկին եւ մենք միակ ազգն ենք աշխարհի վրա, որ արևով ենք երդվում, հորս արևի մեջ մենք դնում ենք սիմվոլ, հավերժության սիմվոլ ենք դնում, դա պատիվ է արևը, հորս արևետի, հորս պատիվն է, հորս անվերջությունն է, միակ ազգն ենք երկրագնդի վրա եւ երբ որ հայ տղամարդը ամուսնանում է, ինքը տեր է կանում, երբ որ կինը ամեն ինչին հանդուրժողական եւ հնազանդություն է պարգևում եւ կինը հնազանդ կարա լինի միջև տղամարդը տեր է, մենք շատ խոր արմատներ ունենք, մենք ամենալավ ազգն ենք, մենք ամենահին ազգն ենք, բայց ով անընդհատ հետ է նայում, դա ծերացել է, ով հնուց է ախախոսում, դրա համար մենք նոր ազգերի հետ պիտի գնանք առաջ եւ մենք պիտի տանք այնպիսի մի հավերժություն, այնպիսի մի գիտելիքներ, որ մեր հետ հաշվի նստեն, մենք մարդկությանը այսօր ոչինչ չենք տալի, գրեթե ոչինչ չենք տալի, մենք պիտի մարդկությանը տանք այնպիսի մի հզորություն, այնպիսի մի Մեծն Արամը Տիգրան մեծն ասում 300 ընտանիք Եգիպտոսից փրկեց, 300 ընտանիք, երբ որ Ռամզեսը դրեց մորթում էր հրյա երեխաներին, Մեծն Արամը 300 ընտանիք կշեռքը դրեց, Կայր մուզեում կա բանում, ընտանիքները նստել են, ոսկով գնել է, ոսկով եւ այդ մարդիկ գնացել են Վանձոր, Վանի ձորում, այսօր բրիտանական թագավորական ընտանիքը Վանձորի կլանից է, հենց այդ կլանից է, երբ որ Մեծն Արամը առել է, իրանք որոշ մարդիկ Վանալճի մոտերն են, դրա համար են ասում ես Վանեցու արմատ, Վանեցից ես ասենք մի քիչ քծիբություն ասենք ունես, էդի հрьяաների հետ մենք խառնվել են։ Մի խոսքով լավ է, պայծառ օրով շատ աբաբշիտ չանեմ, ինչ եմ ուզում ասեմ, բոլորի տոնը շնորհավոր, մենք շատ հին պատմություն ունենք, մոտ 7000 տարի եղել ենք արևապաշտ, մի 4000 տարի զորիաստրիզմը մեր մոտեղ է, կրակապաշտությունը, ջրապաշտություն ենք ունեցել Նոյի դարաշրջանում, որ ջուրը ավելի հզոր աստվածական կրակ,
301 թվից մենք քրիստոնյա ենք, բայց մեր սրտում մեր հայկական արևն է վառում։ Լավ եղեք, ձեր հետ հետանոց Տիգրաններ։